հոգևոր դասում լուստրացիա է։ Ուղղակի բոլորը ստիպված են խաղալ բաց առանց դիմակների։ Եվ նրանք, ովքեր գտնվում են Սոչի հայտարարության թիրախում, նրանք պարտավոր են դատապարտել այն հոգևորականներին կամ մտահոգվել եւ քննադատություն հնչեցնել այն հոգևորականներից, որոնք ոչ թե Նիկոլ Փաշինյան են պաշտպանում, այլ ուղղակի պայքարում են մի լուսավոր օրակարգի դեմ, որի նպատակը խաղաղությունն է, հարևանների հետ խաղաղության հասնելն է, պատահական եք համարում ուրեմն նույն օրերին, լսեք, մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցողը բոլորը շղթայաբար կապված են։ Կապված է նա, որ Միքայել Սրբազանը հանկարծ հիշում է իր հարցազրույցում, որ մեզ տղամարդ առաջնորդապետ, հետո տղամարդու պակաս ազգում նաև Վարդան Ղուկասյանը Գյումրիում քաղաքապետ դարձված Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ուժերի կողմից, հա? Այդ նույն տղամարդը խոսում է երկու օր հետո, մի քանի օր հետո, այդ նույն տղամարդը սկսում է արդարացնել Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայում եւ մեղադրել եւ Հայաստան ներկայացնել այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են Ռուսաստանի իշխանությունների կողմից։